Ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծմամբ ներկայում Արագածոտնի մարզի Սասունիք համայնքում կառուցվում է Սուրբ Խաչ եկեղեցական համալիրը։ Ճարտարապետն այս կառույցի վրա աշխատելիս նշում էր, որ եկեղեցաշինության մեջ ցանկալի է հավատարիմ մնալ ավանդույթին, քանի որ հավատացյալն այստեղ ոչ միայն հոգևոր ապրումներ է ունենում, այլև հաղորդակցվում է պատմության հետ։ Արտակ Ղուլյանի նախագծմամբ եկեղեցիներ, մշակութային կենտրոններ են կառուցվել Հայաստանում, Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, Ուկրաինայում, Հորդանանում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքի նախագծի մտահղացումը նույնպես նրանն է։ Արտակ Ղուլյանի աշխատանքներից են նաև Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրը, Արտաշատի Սուրբ Հովհաննես ավետարանիչ, Նոր Հաչնի Սուրբ Ամենափրկիչ, Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցիները։ Վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Նա ծնվել է Արցախում, սովորել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժնում։ Նա գիտական աստիճան ստացել է պաշտպանելով Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ատենախոսությունը։ Արտակ Ղուլյանը դասավանդում էր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ճարտարապետը կյանքից հեռացավ անժամանակ 66 տարեկանում։ Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Արտակ Ղուլյանի հոգեհանգստյան արարողությունը։ Այս եկեղեցին նույնպես նրա նախագծմամբ է կառուցվել։ Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Քրիստոս հարյավ իմեռելոց մխիթարական ավետիսը հնչեցրեց, նշելով, որ միմյանց ուսադրում ենք այս խոսքերով, քանի որ կյանքը երկրի վրա ավարտվելով սկսվում է մեկ այլ տեղ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Արտակ Ղուլյանին վաստակի, հայրենանվեր եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու, Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ պատվո բարձր շքանշանով է պարգևատրել։ Հանձնման արարողությունը նախատեսված էր ավագ շաբաթից, Սուրբ Հարության տոնից հետո։ Հայոց Հայրապետի ցավակցությունները հայտնելով Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը շքանշանը հանձնեց Արտակ Ղուլյանի ընտանիքին։ Արտակ Ղուլյանի հոգեհանգստյան կարգին մասնակցեցին ամենատարբեր ոլորտի ներկայացուցիչներ։ Վաղուց եմ ճանաչում 80-ական թվականներից, ուսանողական տարիներից, ինձ միշտ հիացրել է նրա այդ ստեղծագործ բնույթը։ Մենք քիչ մեծ խոսում ենք, բայց քիչ տաղանդավոր մարդիկ ունենք։ Ինքը կատարյալ իմացություն ուներ մեր մշակույթի, հատկապես ճարտարապետության պատմության և զարմանալին այն էր, որ այդ իմացության հետ միասին իր ստեղծագործական այդ ներուժը, այդքան բաներ ստեղծելը, այդքան բազմազան լինելը, այդքան իր գործերը իրար նման չլինելը, բանը դա վիրտուոզ մի բան է և եզակի մի բան։ Ես կարող եմ հպարտությամբ ասել, որ մենք մի քանի այդպիսի մարդիկ ենք ունեցել, ցավոք նրանք այսպես բռնել են այդ հավերժի ճամփան։ Այսօր հայ մշակույթը և իմասնավորի հայ ճարտարապետությունը շատ մեծ կորուստ ունեցանք։ Կորցրեցինք մեր Արտակ Ղուլյանին, ճարտարապետ, որը ավանդական ճարտարապետին որակավորող բաղադրիչներից անց էր, որովհետև նա հավասարապես տիրապետում էր թե գեղանկարչությանը, թե քանդակին, թե խաչքարագործությանը, խաչքարի արվեստին, թե պաշտամունքային կառույցների նախագծմանը, թե հասարակական բնակելի կառուցապատմանը, զուգահեռաբար նաև տեսաբան էր ուսումնասիրող, մասնավորապես արցախյան հուշարձանները, մելիքական տների ուսումնասիրությունները, հրատարակությունները, հմուտ մանկավարժ էր, ինքը բազմակողմանի մտավորական, որի զուգահեռը մենք տեսնում ենք դեռևս միջնադարյան համաշխարհային մշակույթում։ Այս բոլոր տարիներին միասին դասավանդել ենք, ունեցել ենք միևնույն ղեկավարը, ճարտարապետության դոկտոր Վարազդատ Հարությունյանի մոտ, մենք հերթով պաշտպանել ենք մեր ատենախոսությունները, Ղուլյան Արտակից հետո ես եմ պաշտպանել և ինձ համար շատ օրինակելի ասպիրանտ էր, ուզում և չեմ կարող չհիշել
Ղուլյան Արտակի արած դիսերտացիայի այդ պաստառները, որ ամբողջովին ձեռքով էին արված, այն նվիրված էր Արցախի մելիքական ապարանքների պահպանության խնդիրներին եւ ինքը ամբողջ այդ տարիներ, երկար տարիներ շրջելով ամբողջ Արցախով չափագրում էր, ճեպանկարներ էր անում, լուսանկարներ էր անում եւ գոնե շատ շնորհակալ ենք իրեն շատ հարցերում, բայց նաև այս հարցում, որ կարողացավ ամրագրել եւ փաստագրել մեր մելիքական ապարանքները, մեր քաղաքացիական այն կառույցները, որ ցավոք սրտի այլևս մեզ համար այս պահին հասանելի չեն եւ շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև գրքի հրատարակիչներին, հետո իր ատենախոսությունը հրատարակվեց եւ հիմա մենք հնարավորություն ունենք գոնե փաստագրական այդ նյութը մեր ձեռքին կա, բայց Ղուլյան Արտակին կուզեի մանավանդ այս վերջին տարիներին որպես դասախոս բնորոշել։ Դա մի չգիտեմ, ոչ թե որ դրա համար որ ինքը այս պահին մեզ հետ չի, բայց չեք պատկերացրել որ մտնում էր Միջանցք, արդեն ուսանողների մոտ աշխուժություն էր տիրում, որ եկավ Ղուլյանը եկավ եւ բոլորը այսպես պարսիպես մեղուների պարսիպես հավաքվում էին իր գլխին եւ ինքն ամոռաց, ոչ ժամ, ոչ զանգը տվեց եւ ամբողջովին նվիրված աշխատում էր ուսանողների հետ։ Եկեղեցի կառուցող էր, ոչ միայն շինության իմաստով, այլև ժողովրդի իմաստով, որտեղ եկեղեցին դա ժողովուրդն է։ Այսօր տեսնում ենք այստեղ ամենատարբեր ոլորտների մարդկանց, այսինքն ինքն իր կյանքով, ինքն իր գործունեությամբ այդ տարբեր ոլորտները կարողանում էր միացնել, մեկտեղ բերել եւ դա պայմանավորված էր իր ներքին ուրեմն հատկանիշներով ստեղծագործական, մտավորական մեծ կորուստ է մեզ բոլորի համար։ Արտակին ճանաչում եմ վաղուց դեռ ակունք ազգագրական երկիպարի անսամբլի ժամանակ կարճ եմ եղել, բայց բոլոր տղաները այստեղ են, ովքեր որ ազգայինով են ամբողջապես ոգևորված այդ տարիներին։ Եկեղեցին դե սկզբից այն ամենասկզբից միասին ենք եղել, մեր եկեղեցու համար ես կարող եմ խոսել եւ Արտակի այդ ապրումները, նրա հուզմունքը, իմ համար Արտակը, չգիտեմ, միջնադարից է, գիտե ապագայից է, ես չեմ կարողացել, բայց ինքը անսովոր, հրաշալի, ոսկեղենիկ մի եղբայր էր մեզ համար, շատ բաներ են անելու դեռ Արտակը։